Բարևձեզ, սիրելիներ, այսօրին հյուրս introduction-ի ներկայացումի գարիք ունի բարոն Արաբաբյան, երկարամյա դիվանագետ, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ, Մոմուս Վիվենդի հետազոտական կենտրոնի հիմնադիր նախագահ, Փարվիս բարոն Բաբյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, փորձում ենք լավ լինել այս դժվար ժամանակներում։ Ուզում եմ թույլ տվեք իմ կողմից ավելացնել իմ համոզմունքս վերջին 30 տարվա 30 տարվա դասնյակներում մեր դիվանագիտական ամենեն բայցար թեմքերեն բարոն Բաբյան ճիշտ ասած այս հարցազրույցը ես այլ կերպ ուզեի սկսել սակայն մենք գործ ունենք շրջանի մեջ պատերազմի որ անհանգաներով լեցուն է ինձ համար եւ շատերուն համար երեք երկիրներ որ ամեն օր անհանգաներ կներկայացնեն ամերիկան որ իր տեխնոլոգին արեղծվածային է հանելուգային է ոչ մեկ ոնց որ գախարտ լինի այսինքն հարվածներ որ ամերիկան կամ իսրայելը գուտան կգարտես որ գախարտի մի հետ գործ ունիս եւ ունենք նաեւ Բարսկաստանը որ շատ ավելի դոգուն եւ ուժեղ դուրս եկավ քան թե ես եւ շատերը գագանգալ էինք այսինքն երեք երկիրներ որ մեզ ամեն օր անհանգաներ կներկայացնեն եւ շատ ավելի ուժեղ են քան թե մենք կվատկերացնեինք այս առավոտ Իրանը նոր անհանգան մատուցեց Արադ եւ դեմոնա Իսրայելին հավահարվածներ տվավ եւ գսի որ Իսրայելի պաշտպանողական կարողությունները ավելի նվազած են սակայն կորձունիկ մասնակետի հետ որ ավելի լավ կհասկանա գուզեմ ձեզի ժամանակը դալ խնդրեմ հրամեցեք Նախ ես ուզում եմ նշել, որ ես Իրանով որպես իսկապես մասնագետ երկար տարիներ զբաղվել եմ, իմ համալսարանական կրթությամբ ես իրանագետ եմ, ես ապրել եւ աշխատել եմ եւ Աֆղանստանում եւ Իրանում բացել եմ Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, այդ առաջի դրոշը բարձրացնողն եմ եղել Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանատանը եւ երբ որ ես խոսում եմ որոշակի մասնագիտական հիմքերից ելնելով, որտեղ գիտեք Իրանի նման խորը պատմություն, ընդգրկուն գրականություն եւ նման բաներ ունեցող երկիր հասկանալու համար այդ ամբողջը պետք է հասկանալ։ Շատերին թվում է, որ քաղաքականությունը դա պարզապես այսօր, այս պահին կամ այս վերջի մի քանի տարիներին ընթացող բաներ են, այդպես չի։ Ընդհանրապես այդ ամբողջը շատ ավելի խորքային է։ Նույն, այսինքն իրանական, ասենք շիա ժառանգությունն ու պատմությունը իր անդրադարձն է ունենում եւ այսօրվա այդ նույն հակասությունների մեջ, ասենք արաբական աշխարհի հետ նաեւ կա այդ դարավոր մրցակցության եւ դիմակայության հարցը։ Այո, այս պատերազմը սաստկանում է, որովհետեւ երկու կողմերն էլ անզիջում են։ Իրանի վերնախավը չի կարող զիջել, որտեղ զիջել նշանակում է կորցնել իշխանություն, իսկ կորցնել իշխանությունը դա ոչ միայն բարեկեցության կորցնելը, այլ նաև շատերի համար ազատությունը եւ կյանքը կորցնել։ Իսրայելը չի կարող, որովհետև կենսական վտանգ է զգում Իրանից, Իրանը սպառնում է ոչնչացնել Իսրայելին, Միացյալ Նահանգներն էլ չեն կարող, որովհետև Տրամպը եթե հստակ հաղթանակ ցույց չտա մինչև աշուն, բնականաբար եւ հրեական եւ իրանական մեծաթիվ ազդեցիկ համայնքները Միացյալ Նահանգներում չպետք է քվեարկեն հանրապետականների օգտին, իսկ Թրամփի ապագան շատ բանով կախված է այդ ընտրություններից, գիտենք, որ նաև impeachment-ի հարց է քննարկվում, տարբեր կոնգրեսականներ, սենատորներ այս հարցը բարձրացրել են, դրա համար ես կարծում եմ, որ այս պատերազմը, թեև այն կոչվում է ռազմական գործողություն, այդ բառից խուսափում են, բայց ըստ էության պատերազմ է, բավականին լայնածավալ, բայց իհարկե սա դասական ոչի պատերազմ չէ, երբ գիտեք 100 հազարավոր զինվորներ ցամաքային ճակատամարտերի մեջ են մտնում եւ սա նաեւ ռազմական առումով մեզ համար պիտի դաս լինի, մենք պիտի հասկանանք, որ ներկայումս հիմնական պայքարը եւ ռազմական բախումը գնում է երկնքում եւ ով որ երկնքում պարտվում է, նա պարտվում է գետնի վրա, հողի վրա։ Ցավոք սրտի 44 օրյա այդ պատերազմը ըստ էության դրա առաջի դասերից մեկն էր։ Հիմա տեսեք, ինչ է անում Միացյալ Նահանգներ, Իսրայել այդ զույգը։ Դրանք առաջի հարված ուղղեցին հենց իրանական հակաօդային պաշտպանության միջոցներին։ Այսինքն զրկելու պաշտպանվելու ունակությունից եւ բավականին ոնց որ ասած իրենց տեսանկյունից արդյունավետ էր։ Հետո երկրորդ փուլով արդեն երբ որ չկար այդ պաշտպան ունակությունը, սկսեցին ոչնչացնել միջուկային հետազոտական եւ հարստացման կենտրոնները, ինչպես նաեւ բալեստիկ հրթիռների արտադրությունները, դրանց հենց ստեղծման հավաքականները։ Դա էլ իրականացրեցին։ Հիմա թևակողել են պատերազմի մեկ այլ փուլ։
դա այն փուլն է, երբ որ թույլատնում են ներքին դիմադրողականությունը եւ այստեղ բավականին ավելի գործուն է Իսրայելը հարվածնել հարցնելով ներքին անվտանգային ուժերին, մասնավորապես այսպես կոչված հեղափոխության պահապաններին, նրա մաս հանդիսացող Բասիջին եւ այլն։ Ինչու՞։ Աստանային։ Որովհետեւ ամեն պարագային իրենք հասկանում են, որ առանց ներքին ընդվզման հնարավոր չէ իշխանապողություն եւ որևէ ցանկություն չկա մեծաթիվ ասենք ցամաքանում իրականացնել, այսինքն զորք իջեցնել Իրանի բուն Իրանի տարածքը, քննարկվում է միայն մասնակի ափանման ծրագիր Հորմուզ նեղուցի որոշ կղզիներում եւ գուցե Խարկ կղզում, որը Իրանի նավթի արտահանման հիմնական կենտրոնն է, ասենք մինչեւ 90% այդ Խարկ կղզուց է արտահանվում։ Բնականաբար Իրանը ռազմականապես շատ ավելի թույլ է, Իրանի այսինքն այդ ռազմական հզորությունները հատկապես օդի հետ առնչվող ոչնչացված են, այո, ցամաքային զորքեր ունի, մեծաթիվ զորքեր ունի, բայց նրանց հետ որևէ բախման չեն մտնելու, որպեսզի նրանք էլ, չգիտեմ, ցույց տան իրենց կարողությունները եւ մենք տեսնում ենք օդից են հարվածում, այո, կորուստներ կան եւ ամերիկյան բանակում եւ իսրայելական քաղաքացիական բնակչության, օրինակ Իսրայելի պարագայում դեռևս որևէ հաստատված փաստարկ չկա անգամ մեկ զինվորականի մահի քաղաքացիական 12 զոհերի մասին հայտարարություններ, մեծաթիվ ավերածություններ, վիրավորներ, բայց այսինքն զոհերի քանակը, եթե մենք դասական պատերազմների հետ ենք համատում, անգամ Իրանում մեծաթիվ չի, այն չի անցնում 1900-ը, որովհետև նպատակը չի եղել քաղաքացիական եւ զինվորական մարդկանց անձնակազմի ոչնչացնում, որտեղ խնդիրը անձնակազմը չի, եթե դու զենք զինամթեր կարողությունները ոչնչացնում ես, մարդաքանակը խնդիր չի։ Ես հիշեցնեմ ձեզ, որ Սադամ Հուսեյնի բանակը, որ շատ ավելի մեծ ու հզոր էր, 1.2 միլիոն, 1.200 աշխարհի երրորդ բանակն էր իր քանակով, երբ որ բախվեց Միացյալ Նահանգների բանակի հետ, Միացյալ Նահանգները այդ բախման ժամանակ 12 զոհ տվեցին եւ ջախջախեցին այդ բանակը, այո, որովհետեւ որևէ կոնտակտային պատերազմ չեղավ, այսինքն իրանց օդանավերը շատ ավելի հեռվից էին խփում, հրթիռները հեռվից եւ այլն։ Ուրիշ բան, որ հետո քաղաքական սխալ Միացյալ Նահանգներն արեցին, այսինքն ջախջախեցին կենտրոնական իշխանությունը, ցրեցին բանակը, որն էլ դարձավ հիմք այդ ԻԳԻԼ եւ այլն, այդ իսլամական պետություն մյուսների համար, հատկապես երբ որ այսինքն մեծամասնությունները, այսինքն մենք գիտենք որ շիա է, ասենք Իրաքի, իսկ Սադամ Հուսեյնը ինքը սունի էր, այդ ատելության պահակա։ Հիմա այդ բառը փորձ հաշվի առնելով Միացյալ Նահանգները չեն ուզում վարվել նույն ձևի, այսինքն ապակենտրոնացնել երկիրը, դրա համար մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ այս ամբողջը գնում, այսինքն պիտի այնպես լինի, որ ժողովուրդը չզրկվի իր ապրուստի հիմնական միջոցներից, որտեղ եթե այսպես խնդիրը լիներ, ասում եմ, մի հարվածով կարելի է Իրանին զրկել իր եկամտի 90%-ից, բայց Միացյալ Նահանգները լավ են հասկանում, որ սա բերելու է ժողովրդի ատելության իրենց դեմ։ Ղեկավար կազմը լավ է ապրելու, հաստատ ոչ սննդի, ոչ էլեկտրականության որևէ բանի պակաս չունենալու, ուժելու է ժողովուրդը։ Դրա համար իրենք ընդհակառակը իրենց դիրքավորել են եւ բավականին կարծեք թե հաջող որպես Իրանի ժողովրդի աջակից եւ բարեկամ ընդդեմ Իրանի այսօրվա վարչակազմի։ Եվ այդպես այդ պատերազմը շարունակվում է, Թրամփը 4-ից 5 շաբաթ էր տվել հաղթանակի համար, այստեղ դեռ նախ 4-5 շաբաթը չի անցել, հիմա հարցն այն է, թե հաղթանակ ասելով ով ինչ է հասկանում։ Եթե հաղթանակ ասելով հասկանում ենք Իրանի ռազմական, միջուկային, բալեստիկ եւ այդ կարողությունների ոչնչացումը, կարելի է ասել արդեն իսկ իրականացված է։ Այո։ Եթե հաղթանակ ասելով հասկանում ենք իշխանապողություն Իրանում, դեռևս ոչ։ Բայց ես ուզում եմ ասել, որ իշխանապողության մասին ամերիկացիները երբևէ չեն բարձրաձայնել։ Իսրայելը այո, Իսրայելը շահագրգռված է։ Իսրայելն ասում է, որ եթե մենք իշխանապողություն չանենք, մենք նորից ստիպված ենք լինելու հերթական պատերազմը մղելու ամիսներ հետո։ Դրա համար մենք տեսնում ենք անգամ մի տարի չի անցել նախորդ պատերազմից։ Մեզ համար այս պատերազմը հղի է եւ լուրջ վտանգներով եւ մեծ հնարավորություններով պատերազմի ելքը։ Այսինքն ես կարծում եմ Հայաստանի շահերից է բխում իշխանապողությունը Իրանում։
Որովհետև իշխանափոխության պարագային առաջին հերթին Հայաստանը անվտանգության ավելի բարձր աստիճան է ունենում, մասնավորապես Իսրայելը դադարում է աջակցել Ադրբեջանին, Ադրբեջանը որովհետև կորցնում է իր ստրատեգիական կարևորությունը, իր ֆորպոստ լինելը ընդդեմ Իրանի ընդհակառակը, Իրանն է դառնում բարեկամ ժողովուրդ, Իսրայելի եւ Արևմուտքի համար եւ ընդհակառակը Իրանի հնարավորությունները խեղճացնելու Ադրբեջանին եւ ինչ որտեղ վրեժ լուծելու շատանում է, որը նշանակում է սա մեր օգտին է։ Մյուսը Թուրքիայի պարակային։ Մենք գիտենք, որ հատկապես Սիրիայում սրված է իսրայելա-թուրքական հարաբերությունները։ Գիտեք, Իսրայելը աջակցում է դրուզներին, փորձում է երկրի իրեն հարակից տարածքները վերահսկել, Թուրքիան անում է հյուսիսում, այս ամբողջը կա։ Եվ նաև կան հայտարարություններ երկուստեք եւ Էրդողանի կողմից ընդդեմ Իսրայելի եւ իսրայելցի պաշտոնյաների ու փորձագետների կողմից ընդդեմ Թուրքիայի եւ երկուստներ ոնց որ ասած պատրաստվում են ապագա պատերազմի։ Ես չեմ ասում բախման, որտեղ բախումը գնում է արդեն։ Բախումը գնում է տարբեր ինֆորմացիոն դաշտում, դիվանագիտության մեջ եւ այլն։ Բայց ասենք դեռ ռազմական բախումի չի ասել, ասենք պատերազմի, որը շատ հավանական է։ Բայց դա հավանական է տարիներ հետո, այսինքն 2-3 տարվա մասին են խոսում ամերիկացիները։ Իսկ այսպես ասենք, եթե ամեն ինչ մնում է այս վիճակում, այսինքն չի լինում իշխանափոխություն, մենք ունենում ենք ռազմականապես, քաղաքականապես, տնտեսապես թուլացած Իրան, այո, որը ի վիճակի չի լինելու ոչ միայն իրեն պաշտպանելու, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են կցարել այս վիճակից օգտվելով, այլ նաև ինքը ի վիճակի չի լինելու անել այն ինչ որ անգլիացիներն ասում են power projection, այսինքն ուժի արտացում, այսինքն ինչ որ ձևով, ասենք, ազդեցություն ունենալ այլ տարածաշրջանների վրա, այդ թվում նաև Զանգեզուրի։ Շատերը երբ որ խոսում են եւ այլն, այսինքն թուլացած Իրանը ինչ կարող անի։ Նաև այստեղ ասենք երրորդ պատերազմի ուրվականն է սկսում այդ պարագային շրջել, որովհետև եթե չեն ասել այդ նպատակին իշխանափոխության, ուրեմն դիլի երրորդ պատերազմը։ Եվ կա չորրորդը հարց, այսինքն այստեղ դա այն է, որ իշխանությունները դառնում են ավելի բռնապետական եւ հազարավոր մարդկանց մահապատժի են ենթարկելու, եթե հավատանք ընդդիմությանը արդեն իշխանությունները 30-ից 40 հազար մարդ սպանել, ուրեմն հսկայական թվով մարդկանց տարբեր ձևերով կյանքից զրկելու են, օրինական եւ ոչ օրինական, թե օրինականը որն է, եթե մարդուն ցույցին մասնակցելու համար դու կախաղան ես անում եւ մեղադրում է շատ հետաքրքիր մեղադրանքեր, այս վերջի 3-ին որ կախեցին, Աստծո դեմ պայքարի համար, Աստծո դեմ։ Այսինքն իրենց արդեն հավասարեցրել են Աստծուն իրենց իշխանությունը։ Ասեք իշխանության դեմ պայքարի համար որ մի ձև մի բան, չգիտեմ, ոստիկանության դիմադրելու Աստծո դեմ պայքարը որն է։ Այսինքն սա է ամբողջ խնդիրը։ Եվ եթե դուք ունեք իշխանություն, որտեղ այդ իշխանավորը համարում է, որ ինքը Աստծո ստվերն է երկրի վրա, դու նրա չես կարող որևէ զրույց վարել։ Դե իսկ մի րոպե բարոնովյան, մի չներեք, առանց անուններդալու գարձեմ տենք անոր նման բառ օրինակ ունենք մեր շրջապատում, հասկացաք ինչ եմ ուզում ասել, խնդրեմ վրա մեծ է։ Այո, թեև ոնց որ թե դեռևս Աստծո հետ չի համեմատում իրան, բայց որպես առաքյալի, ոմանք համատեցին Քրիստոսի հետ, իհարկե, ես լավ հիշում եմ, ինքը իրեն համարում է առաքյալ, որ հայ ժողովուրդը իր վերջին գոնե մի քանի 100 տարվա մեջ խելք չի ունեցել, չի իմացել ոնց վարվի, դրա համար հայ ժողովուրդը այդ պատճառով բարբերաբար ցեղասպանությունների է ենթարկվել, կոտորվել, դժբախտություններ է ունեցել, այ հիմա ինքը ամենախելոքն է եւ եկել, այ ինքը հեսա թուրքերի եւ ադրբեջանցիների հետ որ բաբա խնդրեմ հասնենք այնտեղ բանրամասը խնդրեմ գույզենք սերմիչասկային ու այն օգտին այո եւ կապրենք ոնց որ ասած ուրացեք հիմա ես որպես Իրանի ժողովրդի ինչ ասեմ մեծ հարգանք տածող նրանց հանդեպ ժողովուրդ, որը եւ գենետիկորեն շատ
պատրաստ ժողովուրդը ընկալելու ժամանակակից աշխարհը պիտի ընդունեն, որ դա էլ նշանակություն։ Ոմանք ասում են, դե բոլոր ժողովուրդները հավասար են։ Այո, ժողովուրդները իրավա հավասար են, Այո։ բայց կա կարողությունների արդյոք պետք է ընդունել, որ միջին արևելքում եւ մենք դա տեսնում ենք նաեւ իրանական սփյուռքում իրանցիները շատ ավելի հակված են մաթեմատիկական գիտությունների, ճշգրիտ գիտությունների, այսինքն այդ զարգացման հնարավորությունները կա եւ այսօրվա մեկուսացված Իրանում այն ինչ որ իրենք հասել են, էլի հասել են շատ փայլուն ուղեղների շնորհիվ, բայց պարզապես գիտեք, այդ շրջանը մենք էլ ենք ապրել, սովետական միությունը, երբ որ մարդկային կարողությունը, մտքի հանճարը իջար է գործադրվում, այսինքն եթե քո նպատակն է սահմանադրորեն աշխարհին պարտադրել քո ապրելաձևը, ասենք իսլամական հեղափոխություն եւ այլն, այն դեպքում, երբ որ տվյալ երկրի բնակչության մեծ մասն արդեն իսկ չի ուզում հոգնելա, մարդիկ չեն ուզում աշխատեն, ապրեն, հարկեր վճարեն, տառապեն նրա համար, որ ինչ որ աշխարհի տարբեր երկրներում իսլամական հանրապետություններ հաստատվեն։ Ինչպես մենք սովետի ժամանակ միլիարդներ էինք ծախսում տարբեր Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից սկսած մինչև, չգիտեմ, հարավ-արևելյան Ասիա, որպեսզի սոցիալիստական ու կոմունիստական ինչ որ վարչախմբերի աջակցեն, բայց խնդիրը հետեւյալն է, գոնե այդ վարչախմբերը բերեին երջանկություն այդ ժողովրդներին կասեր իմաստ ունի։ Մենք ցավոք սրտի տեսնում ենք, որ բռնատիրական վարչախմբերը միշտ դժբախտություն են բերում։ Ինքը ժողովրդավարությունը շատ թերի է, մեծ թերություններ ունի։ Եվ դա անգամ Հայաստանում ենք տեսնում։ Եվ Այնտեղ ասում ենք Գորամաբյան, այնտեղ ասում ենք խնդրեմ։ Ճիշտ անի հարցը խնդրեմ, արամեցեք հոն ասնելու ճիշտ այնտեղ խնդրեմ։ Ահա, հիմա ասենք գանք Հայաստանին։ Նայեք, ժողովրդավարությունն ինչ ասում է, մեկ մարդ, մեկ քվե։ Առաջին հայացքից, այո, դա թվում է, որ հավասար է, արդար է եւ այլն, բայց խնդիրն ինչու՞մ է։ Որպեսզի դու ճիշտ ընտրություն կատարես, դու պիտի ճիշտ իրազեկված լինես։ Առաջին, այսինքն դու պիտի ունենաս համապատասխան տեղեկատվությունը, որի վրա անես քո դատողությունը։ Իսկ միշտ այդպես չի, որտեղ ստացվում է, որ իշխանությունը կամ իշխանությունները բոլորի երբ որ եղել են, օլիգարխները իրենք ունեն հնարավորություն իրենց խոսքը հասցնելու ավելի հեշտությամբ, ավելի մեծ ընդգրկումով հասցնելու այսպես կոչված ընտրողների մտքին, սրտին եւ այլն։ Դու այդ հնարավորությունները չունես։ Արդեն ինքնին էստեղ խախտվում է, դու չունես հավասար հնարավորություններ։ Մյուսը նա է, որ ժողովուրդը ինքը պիտի մեջ բերեմ մի ոչ ցանկալի անձի խոսքերը Ադոլֆ Հիտլերի, որը ասում էր ամբողը կնոջ է նման։ Ինքը սիրում է, երբ որ դու իրան սիրաշահում ես։ Հա, հիմա մենք դա տեսնում ենք այդ իրականությունը եւ այո, հենց ինքը սրիկա է եւ որոշ սրիկաներ օգտվում են այդ բացիկեն իրենք ոչ թե իրականությունն են ասում, ոչ թե վերլուծություն են կատարում, այլ սիրաշահում են։ Ես քեզ սիրում եմ սրտիկ, ծիտիկ, նման բաներ եւ այո, կա հասարակության մեծ մասը պիտի ընդունենք, որ կուլա գնում նման բաների։ Չկա որևէ հասարակություն, առավել եւս հայ հասարակությունը, Հայաստանի հասարակությունը, որը վերջին 30 տարին պատերազմների, շրջափակումի, ունեզրկման, ինչ ասեմ, հասարակարգների փոփոխության, այսպես հեղաբեկիչ, հաճախ կործանարար ալիքների միջով անցել, որպեսզի բոլորը կարողանան ժամանակ, գիտելիք ունենան, հասկանալու ինչա կատարվում։ Ես մի օրինակ բերեմ, որը հստակ ցույց է տալիս, այսինքն այդ ընտրողի ապակողնորոշված լինելը։ Երեկվա դեպքը, երբ որ լրագրողուհի Արմինե Սախոյանը Նիկոլ Փաշինյանին որոշակի հիմնավորված մեղադրանքներ էր ներկայացնում, եւ Չարենցավանում մի տղամարդ Արմինե Սախոյանին ասում է. իսկ Լևոն Քոչարյանով է, որ միլիոնատեր լինի։ Հիմա հարց, ինչու ես այդ հարցը դու տալիս ընդդիմադիր լրագրողին, այդ հարցը դու տայր Նիկոլ Փաշինյանին եւ ասեին, որ 8 տարի է իշխանության ես, ինչու է Լևոն Քոչարյանը կամ չգիտեմ Պողոս Պողոսյանը, որին դուք անընդհատ Բարոյական գներեք, շատ գներեք, բայց դա քրական է, որ Արմինե Սախոյանի պատասխանը չեն ուզում լսել։ Ադի խնդիր որ չեն լսում պատասխանը ասում էր այդ նկարինը, բայց չեն ուզում լսել։ Փաշինյանները չեն ուզում լսել։ Ես ուզում բացատրեմ։ Մարդիկ ովքեր չեն ուզում լսեն քո խոսքը, հերիք չինենք չեն հասկանում,
Նաև չեն ուզում լսեն քո խոսքը, որ եղբայր, հարցը այդ պիտի ուղղեիր Նիկոլ Փաշինյանին, ասել վարչապետ ես, բա դու խոստացել էիր, ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստային չեն պլստում։ Եվ այսօր, երբ որ դու բերել ես ժողովրդին կանգնեցրել ես Հայաստանի թրքացման ուղու կամ երկընտրանքի եւ ռուսական ազդեցության մեծացման առաջ էլի քո մեղքն է Նիկոլ Փաշինյան, որովհետեւ դու ոչինչ չարեցիր առաջինը, եթե հանցագործ էին, հանցագործներին պատժելու եւ ուներ զրկելու, որովհետեւ այդ հարցը հենց դրանից է գալի, մեն առաջի հարցի շարունակությունն է, դու մարդկանց հսկայական անօրինական կարողություն ես թողել որ ունենան եւ պահպանեն, բնականաբար իրենք էլ այդ ամբողջն օգտագործում են։ Եթե անարդար է, օրինական ճանապարհով ժամանակ ունեիր, այսինքն 8 տարին քիչ չի, օրինական պատասխանատվության ենթարկել, սա մեկ։ Մյուսը նա է, այո, չեն ուզում լսել, որովհետև իրենք ուզում են լսել այնինչ հաճելի է։ Էլի օրինակներով խոսանք, դա օրինակները շատ կարևոր է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը լավ հասկանալով, որ ցանկացած մարդ խաղաղություն է ուզում։ Չկա որևէ հիմար, ապուշ մարդ, որը պատերազմ ունի, չկա։ Աշխարհում նման բան գոյություն չունի, հեքիաթներ չպատմեն։ Այո։ Պարզապես կան մարդիկ, ովքեր որ հասկանում են, որ այդ ճանապարհը տանում է խաղաղության կամ չի տանում խաղաղության։ Հիմա Նիկոլ Փաշինյանը անդադ ասում էր, ես խաղաղություն եմ բերել, եւ այդ սիրուն փաթեթավորումը մարդիկ այդ քաղցր խոսքը կուլ են տալիս։ Բայց հիմա ինքը սկսել է հակառակը պնդել։ Ասում է պատերազմ անելու սեպտեմբերին։ Այ եթե դու ինձ չտրեք պատերազմ, ասեն ոնց։ Բայց ինչ խաղաղություններ բերեմ, որ պատերազմա լինելու։ Այսինքն դա ինչ խաղաղություն է, որի դիմաց ռուսկայական զիջումներ է սարել, բայց բավարար է, որ Հայաստանում իշխանափոխություն լինի եւ պատերազմ լինի։ Ուրեմն դա խաղաղություն չի, դա գործարք է ուրեմն թշնամու հետ։ Դա թշնամու հետ գործարք է, դա խաղաղություն չի, բայց մարդիկ չեն հասկանում այս ամբողջը։ Չեն հասկանում, երբ որ մենք ասում ենք, որ պատերազմը անխուսափելի է, ինչ որ շատ բաներ Արցախի հարցով ենք ասում ենք նրա համար, որ կա ճանապարհ պատրաստվելու։ Հիմա շատերն են հասկանում, որ եթե մենք ճիշտ պատրաստվենք 44 սերա պատերազմին եւ ճիշտ նախապես ճիշտ ծրագրված պատերազմ ունենք, առաջինը մենք նման պարտություն չենք կրի, երկրորդը հնարավոր է ընդհանրապես պարտություն էլ չկրենք, հնարավոր է, եւ նաեւ այս զոհեր չենք տա։ Այս մարդիկ չեն հասկանում, որ այս քաղաքականությունը ամենակարևոր մասնագիտությունն աշխարհում։ Բացատրեմ ինչու։ Մեզ ընդհանրապես սովորացնում են, որ ասում են, այ բժիշկը դա ամենամարդասիրական աշխատանքն է, որովհետեւ մարդկային կյանք է փրկում։ Համաձայն եմ, բայց բժիշկը որպես կանոն փրկում է 1, 2, 3, 5 մարդկային կյանք, չի տվյալ բժիշկը եւ այլն։ Դրանից ավել ինքը չի կարա փրկի միաժամանակ, եթե անգամ ասեն կյանք փրկող վիրահատություններ անում։ Այո։ Քաղաքական գործիչը փրկում է կամ կործանում է հազարավոր, երբեմն տասնյակ հազարավոր, իսկ երբեմն միլիոնավոր մարդկային կյանքեր։ Այ ես այդ առումով եմ ասում, որ դա կարևոր է, որովհետև քաղաքական գործիչի սխալը շատ ավելի մեծ հետևանքներ է ունենում մարդկային կյանքերի կորուստների, մարդկային առողջության հաշման, բարեկեցության հարցով եւ այլն։ Չկա մի որևէ մասնագիտություն, որ իր ընդգրկման, իր ազդեցությամբ այդպես է։ Հիմա ընտրությունները հենց այն հնարավորությունն է, որ ժողովուրդը ընտրի այն մարդկանց, ովքեր իրենց անցած կյանքով, փորձով, գիտելիքով դա ցույց են տվել։ Բայց որպես կանոն այդպես չի լինում։ Մարդը գալիս է զերո հետագից, կյանքի մեծ մասը ապրել է, ոչինչ չի արել իր կյանքում, բացարձակ որևէ արդյունք չունի, բացարձակ փորձ չունի, խուսափել է քաղաքական պայքարից, միշտ քաղաքական դասալիք է եղել։ Հիմա եկեն ասում ու սիրուն խոսքեր ասում, քննադատում է Նիկոլին ճիշտ ասում, մյուսին է քննադու, այդ ամբողջը ճիշտ է։ Չի ասում առաջին հերթին իր ծրագիրը, թե ոնց է ինքը դա պատկերացնում։ Այսինքն դա ոնց է լուծվում եւ նաեւ չեն հիմնավորում։ Ինքը գալի ասում է, որ ես լավն եմ, որ ես տեսեք, չգիտեմ, սա եմ, նա եմ, քվեն ինձ տվեք։ Եվ էլի գալիս ենք նրան, որ ընտրությունները Հայաստանում հիմնված չեն գաղափարի վրա, այլ հիմնված են կարողությունների վրա։ Մյուս կողմից էլ այդ գաղափարները քննելու համար պետք է ավելի պատրաստված ժողովուրդ։ Ես տարիներ շարունակ
Փորձել եմ հարյուրավոր, հազարավոր ելույթներ, հաղորդումներ պատրաստել եմ իմ ժամանակի, իմ առողջության հաշվին լրիվ անվճար, փորձելով չեմ ուզում ասել դաստիարակել, փորձելով իրազեկությունը բարձրացնել մեր ժողովրդի այդ հարցերով, Այո։ մասնակի հաջողություն ունեցել եմ, բայց ես ընդունում եմ, որ այդ եղել է մասնակի, այսինքն քանակային առումով այնքան չի, որpիսի մենք ունենանք ընտրություններով որակական փոփոխություններ։ Այո։ Պարոն Բաբյան, գիտեք որ իմ գովս ես անաչար եմ եւ ինչպես կիսեմ բոլոր ճյուրի մեջ չեմ աշխատել։ Այո։ Երկրորդ ինձ համար շատ հետաքրքիր էր մարդիկ որտեղից ինտերեսացը այլ դեր դանել, սակայն գիտեք որ ես մանավանդ սպիրտն ինձ գնայի։ Ասի կապարում որ ես ասեմ եւ գիտեմ որ դուք պիտի խոսիկ ցել անձնական տեսակետ, ոչ թե այսքան ժողովրդական բևերի։ Մի գետ կա որ ես ես շատ համաձայն եմ երբ որ այդպեսի post արի, նույնիսկ բևերին իմ եղբայրներից մի քանյակը այսպես ընդվզեցան կամ թշկոյեցան, երբ որ ասի որ 1000 անգամ կնդրեմ Սամվել Գարաբեդյանը եւ ոչ մի անգամ Փաշինյանը։ Քաղաքականությունը իրավաշտության արվեստն է։ Ասիկ բամը որ ես բավական 3 ֆակտորներն ցեզի լսեցի, ես ոչ կուղեմ ծեր ինտերվյու ֆակտորները լավ լսել որտեղ այնտեղ բավական ազատ խոսեցաք բավական ման։ Ասիկ որ դուք անձնապես խոսիկ անձնական դիվոլը ոչ մեկուն չեք կվարկելու, սակայն եթե Փաշինյանը գտանի հաստատ կործանումի եւ այսպեսի կապարում է leave to fight another day։ Իսկ եթե Սամվել Գարաբեդյանը անգամ եթե մեզի Ռուսաստան դանի կամ չի դանի, ֆաշիստյանը մեզի հաստատ պիտի դանի գործառույթով Թուրքստանի, գնահնդրեք Սամվել Գարաբեդյան այդ բարակային։ Այսինքն դու խոսացաք, չեսիք որ Փաշին մենք պիտի զինակցիկ Սամվել Գարաբեդյանը։ Ես անձնապես համաձայն եմ ասկարապարին, սակայն գուզեմ դուք հստակացնեք առանց որ ես մանիպուլյացիան եմ կամ փոխեմ ձեր միտքը արտահայտեք ամենայն հստակությամբ։ Այո, հստակությունը շատ կարևոր է, որտեղ մարդիկ ինձ խոսքեր եւ մտքեր են վերագրում, որը ես չեմ ասել։ Առաջինը, ես խոսել եմ այն մասին, որ Սամվել չնայած իշխանության բանեցրած հսկայական ջանքերին փչացնելու Սամվել Կարապետյանի կերպարը, հարցումները, հենց իշխանական հարցումները ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանի կերպարը չի նույնականացվում Ռուսաստանի հետ։ Ես այս նախաբանը ասել եմ, որը բոլորը չգիտես ինչի մի կողմ է։ Եվ շարունակությունը այն է, որ Սամվել Կարապետյանի կերպարի ընկալման մեջ, ժողովրդական ընկալման մեջ Սամվել Կարապետյանի կա ազգային բարերարի բաղադրիչ։ Ես անգամ իմ տեսակետը չեմ ասել, ես ասել եմ ժողովրդի ընկալման մասին, հիմնված պաշտոնական հարցումների մասին, որը իրականություն է։ Չէր կարող ժողովուրդը չունենալ նման ընկալում, երբ որ այդ մարդը 30 տարի է տարբեր բարեգործություններ արել, ազգային տարբեր կառույցների օգնել է, եկեղեցի, դպրոց, երաժիշտներ, չգիտեմ ինչ։ Եւ անկախ նրա ապրելու վայրից, քաղաքական հայացքից, աշխարհաքաղաքական կողմնորոշից դա փաստ է, դա իրողություն է։ Եվ չընդունել դա նշանակում է չընդունել փաստը։ Հիմա այս ամբողջը իհարկե ոնց որ ասած խեղվեց, ներկայացվեց, որ Պապյանը, չգիտեմ, ասել դա բարթվեց Բևերի վրա։ Նաև ես ասել եմ, որ ես այո, դա իմ անձնական տեսակետն է, բայց ես անձնապես որևէ մեկի օգտին, այսինքն Փաշինյանի կամ չեմ քվեարկելու, անգամ դա եմ ասել։ Եվ նաև ասել եմ, այո, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հաստատապես տանում է թրքացման։ Այո, այդ ամբողջ ինքը փաթեթավորում է սիրուն խոսքերով, ինքնիշխանություն եւ այլն, բայց մենք տեսնում ենք փաստերը։ Արդեն մեր ինքնիշխանությունը գրեթե զրոացված է։ Դու քո երկրում քո հյուրին չես կարող քո ուզած գիրքը տաս։ Դու քո երկրում քո զավակներին չես կարող դպրոցում դասավանդես քո պատմությունը, որովհետև դա պետք է համաձայնեցնես Բաքվի ու Անկարայի հետ։ Դու քո հայ ժողովրդի պատմությունը, եւ սա ուզում եմ սփյուռքը լավ ոնց որ ասած ականջին ողանի, սեպտեմբերից վերանվանում ես Հայաստանի պատմություն։ Եվ այն ամբողջ ինչ որ ներկա սովետական Հայաստանի սահմաններից դուրս այլևս քոնը չի։ Քոնը չի մադրասում տպված հայկական առաջին թերթը, քոնը չի Վենետիկում տպված առաջի գիրքը, քոնը չի չգիտեմ Ամստերդամ տպված առաջին քարտեզը, քոնը չի այդ հսկայական պատմությունը։ Քեզանից դիտավորյալ սարքում են մի փոքր սահմանափակ հողակտորի վրա պատսպարված խեղճ ժողովուրդ։
քեզանից զրկում են անգամ քո Արարատը անգամ մտովի ունենալու այդ ոնց որ ասած պատկերը քեզ հանում են քո եկեղեցու դեմ որը անկախ թե այդ եկեղեցու գլուխ տեսորով ովքեր կան դա բնավ կապ չունի եկեղեցին եղել եւ մնում է հայոց ինքնության խարիսխը այո եւ հայ ժողովուրդը առանց եկեղեցու փուլաշատ եւ Դուլա որպես պետություն, որտեվ Հայաստանը գնահատվում է դրսում, որպես պետություն, որպես առաջին պետություն, որն ընդունել է քրիստոնեությունը։ Եթե դու հարվածում ես այդ քրիստոնեության հիմքերին, դու հարվածում ես քո պետականության հիմքերին։ Եվ պատահական չի, որ Ալիևը Բաքվում սկսել է Բարդուղիմեոս Առաքյալի յուրացման քաղաքականություն եւ ներկայացնում է որ Բարդուղիմեոսը ադրբեջանական եկեղեցու հիմնադիրն է քրիստոնեական եկեղեցու որովհետեւ ինքը հիմնել է ըստ իրենց աֆղանական եկեղեցին իսկ իրենք քանի որ աֆղանքի իրավահաջորդն են եւ իրենք նախկինում եղել են քրիստոնյա հետո ընդունել են իսլամ իրենք աշխարհի թիվ 1 առաջին քրիստոնյա պետությունն են Սա է տանը, որտեվ Ալիևը լավ է հասկանում, անգամ լինելով մուսուլման, թե ինչ մեծ գործիք է այդ քրիստոնեությունից մեջ հնարավորություն։ Հիմա, բնականաբար ես որպես հայ չեմ ուզում Հայաստանը թրքանա։ Ու այդ պայքարի մեջ կանխելու համար Հայաստանի թրքացումը ես օգտագործելու եմ ցանկացած հնարավորություն, ցանկացած միջոց։ Ինձ պետք է կանխել առաջի փուլում դա։ Այն որ ենթադրվում է, սա ուզում եմ շեշտել, ենթադրվում է, որ Սամվել Կարապետյանով կամ ինչ որ մեկով ռուսական ազդեցությունը կուժեղանա Հայաստանում կամ Հայաստանը կդառնա ռուսական գուբերնիա, բան, այդ ինչից է այդ ենթադրություններն անում։ Այդ գուբերնիայի տեսությունը, ինչ չգիտեմ, բանի միանալ Ռուսաստանին, չի բան արեցիք։ Այդ դրա հիմքերը ո՞րն են։ Այդքան հեշտ է այդ ամբողջը։ Կամ այդքան թույլ պետասել եք պետությունը, որ հանգիստ կարելի է այդպես անել, բայց ժողովրդին այնպես դասիրակեի, որ այդ ժողովուրդը տեր կանգներ, այս ամբողջին։ Նայեք, Հայաստանը այսօր ռուսական ազդեցության տակ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը փոխանակ կարողանալու այդ լծակները քայլ առ քայլ թույլատնելու ուժեղացրել է։ Մենք նայում ենք մեր տնտեսական կախվածությունը մեծացել, մեր ռազմական եւ այլն։ Ինքը ոչինչ չի արել։ Բայց վատն այն է, որ ու իր մեր քաղաքականությունը հետեւյալն է, որ դեպի արևմուտք եւ մնում է դա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ազգային ժողովրդական բևեռը միակ կուսակցությունն է եղել եւ մնում, որ մշտապես հանդես է եկել Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ձեռքբերելու օգտին դա եղել է ծրագրային հիմնադրույթ մեր բաների ժամանակ երկու ընտրապայքարի ժամանակ դա մեր կուսակցության հիմնադրույթներից եւ հիմնական ուղղություններից է եւ մենք դրա ուղղությամբ 21 թվականից ի վեր ամեն տարի մեծ լոբինգ ենք անում Միացյալ Նահանգներում եւ անձամբ ես դրան մասնակցում եմ հիմա ո՞ց եղավ որ այն կուսակցությունը, որը Հայաստանում բոլորից ամենաշատն է արել Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ զարգացնելու համար եւ անում է այն մարդը Արա Պապյանը, որ բոլորից ամենաշատն է արել այդ հարցի շուրջ, հեսա լավ այս գիրքը սենց է։ Այն մարդը, որը միակն է որ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Ամերիկայի պետության 2250-ամյական գիրք է տպել եւ կոնգրեսի, Պենտագոնի, չգիտեմ, բոլոր ղեկավարներին բաժանել եւ այս լոբինգն անում է, հիմա մեկ էլ դառավ թուրքական, որտեւ ասում է, եկեք կանգնեցնենք Նիկոլի թրքացման քաղաքականությունը։ Դա անուղեղն է։ Հայաստանը տանում է Թուրքիայի վիլայետ սարքելու, դուք մտածում եք, որ ռուսական ազդեցությունը մեծանալու է։ Ռուսական ազդեցություն սենց թե նենց մեծա ձեր վրա եւ Նիկոլի պատճառով է մեծ ուրեմն եկեք փրկենք Հայաստանը հետո կտանենք Հայաստանը մեր միջոցով մենք կտանենք եւ սարքենք Միացյալ Նահանգների դաշնակից եւ կսարքենք Վիլսոնյան Հայաստան սահմաններն էլ կմեծացնենք իրան էլ կհզորացնենք եւ մի հատ ուրիշ խավ են դաստիարակել անուղեղների, ես անուղեղը ամենամեղ ձևակերպումն եմ ասում, ուղղակի, որ ձեռ են առնում Վիլսոնյան իրավարար վճիով։ Ես չեմ տեսել աշխարհում մի ժողովուրդ, որ իր իրավունքների հիմքը ձեռ առնի։ Չեք հավատում, չեք ուզում լռեք, բայց ով է տեսել
ով է տեսել ծաղրել աշխարհի հզորագույն երկրի նախագահին նրա համար, որ ինքը միջազգային ամենամեծ համաժողովի հիման վրա քեզ իրավունք ա տվել։ Հрьяաները 2500 տարի ասում էին Լաշանա հաբա Երուսաղեմ, հաջորդ տարի Երուսաղեմ, ինչու՞։ Որտեվ Աստվածաշնչի մեջ մի հատ գրքի մեջ գրած է, որ դա իրանցն Եվ իրանց հետ չկանգնեցին։ Ուրեմն դու ունես աշխարհի հզորագույն երկիրը եւ աշխարհում հզորագույն այդ երկիրը քեզ աջակցող փաստաթուղթ ունի։ Չկա աշխարհում մի որևէ այլ երկիր, որի վերաբերյալ Միացյալ Նահանգները, կրկնում եմ, Միացյալ Նահանգները, որտեղ սա կնքված է Միացյալ Նահանգների մեծ քանիքով, նման փաստաթուղթ ունենա։ Փոխանակ սա սարքես գործի, սա սարքես հնարավորություն, ասում ես, չէ, գիտեք ինչա։ Երբ որ մենք լավ գտնենք բանին Ալիևին եւ Էրդողանին, մենք երջանիկ կապրենք, պատերազմ չի լինի։ Ցույց ասում ես, որ ինձ եթե չընտրեք, պատերազմ է լինելու։ Պատերը խաղաղության հիմքերը նշանակում հիմնազում կա այդ խաղաղությունը։ Այդ նշանակում այդ խաղաղության ամբողջ հայեցակարգը ավազի վրա է կառուցած։ Այդ նշանակում քո խաղաղությունը կախված է թշնամուտ բարեհաճությունից։ Իսկ մենք գիտենք, տեսել ենք այդ բարեհաճությունը։ Ես հիմա մի հատ գիրք եմ պատրաստում ցեղասպանության վերաբերյալ, իմիջիալույս ես ցեղասպանության հարցերով չէի զբաղվում, բայց հիմա Նիկոլ Ինադու զբաղվում եմ ու տպելու եմ այդ գրքը։ Հա, Բարոյական մենք դակմինին 3 րոպե նախքան ես հիմա ամփոփեցա, Մին տվզիկ, այսինքն որ ցեզի ասում են հիմա KGB-շնիկ, ես 8 տարի ասում եմ որ Հայաստանի Փաշինյանիստուն ես Սենչակյանին ասում եմ Տաշնակցական ես կնա երկիրը, ինչ որ եք Սախոյանին ասին, Սիմորտուն Կոչարյանական ես, այսինքն մենք որոշած ենք մեր փոխարեն ունենք 3 րոպե, խնդրեմ ցեզի տողեմ, քրամեցեք։ Ես հիմա անդրադառնամ KGB-շնիկին։ Ուրեմն ես Հայաստանում միակ, չէ, միա առաջին մարդն եմ եւ այն քչերից մեկն եմ, որ ուսանել եմ ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիայում։ Եվ մինչև դուք այնտեղ մուտք գործելը ՆԱՏՕ-ի հակահետախուզությունը ստուգում է։ Եվ իմ թեկնածությունը կմերժվեր, ինչպես ինձանից առաջ մերժվեցին 2 այլ թեկնածուներ։ Դա չեղավ։ Սա նշանակում է, որ ես ի տարբերություն Հայաստանի բնակչության 99.9%-ին անցել եմ լուստրացիա, ես KGB-ի հետ կապ չեմ ունեցել։ Սա մեկ, ես փաստաթուղթ ունեմ դրա վերաբերյալ։ Ի տարբերություն էլեմենտ շատ է։ Երկրորդ, ես եղել եմ ՍՍՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 10-րդ վարչության, որը զբաղվել զենքի վաճառքով, դրա սպա։ Օրենքով արգելված էր KGB գրու եւ այլոց վերբովկա, այսինքն հավաքագրում իրականացներ այդ գլխավոր շտաբ շատ ավելի բարձր կառույց էր, քան KGB-ն։ Եթե դուք ուզում եք ասել, որ այո, ես եղել եմ գլխավոր շտաբի սպա եւ Հայաստանում մի 20 հոգի չենք եղել։ Ես մարդ եմ եղել, որ ավակ լեյտենանտը իմ ձեռի տակ գեներալներ ունեի, որովհետև ես տիրապետում էի այդ լեզվին եւ գիտեմ։ Եվ երրորդ փաստարկն է նա։ Ես եղել եմ դեսպան Կանադայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրում, երբ որ դուք ագրեման եք ուզում, իրանք ոնց որ քննում են։ Եվ մենք ունեցել ենք դեպքեր, որ մեր որոշ դեսպանների թեկնածուներ մերժել են այլ երկրներ, կասկածներ ունենալով նրանց կապը, ասենք, տարբեր ծառայությունների հետ։ Բայց ես 3 փաստ ունեմ, որոնցից յուրաքանչյուրը անժխտելի է, ժայռի նման է։ Ապուշների ամբողջ հիմքը նա է, ասում են ինքը եղել է ռազմական թարգմանիչ Աֆղանստանում։ Հա, եղել եմ, այսինքն եղել եմ, ել եմ ասում, հա, ՍՍՄ զինված ուժերի 10-րդ գլխավոր վարչությունն է, դրա վերաբերյալ փաստաթուղթ կա։ Եթե մարդկանց տարական գիտելիքները բավարար չի հասկանալու երկրի կառույցները, նրա տարբեր, ասենք, անվտանգային եւ այլ կառույցների, շեշ դուրս են տալի, բայց գիտեք ինչ են շեշ դուրս տալի, որտեղ իրանց լսող եւ հավատող մարդկանց թիվը ավելի շատ է։ Ավելի շատ էշ են, սենց ասեմ, այսքանը։ Բարոյական, ունիմ դարամի մեկ րոպե անգամ ես պագեմ, մի եղանակ, բարձ է, իրենք որոշած են Փաշինյանիստները, որ ես որքան ցույց տամ, որ Հնչակյան անցնոց վերջացավ ինձ համար գնկած որ ես Տաշնակցական եմ եւ վերջ Ձեզ համար է պիտի գնքեմ որտեղ դու KGB եք, թե ABS-եք, եւ թե CIA եք, եւ թե Սորոսական եք, դեք այդ բոլորն եք Փաշինյանիստը որոշած է ձեզ համար Արմեն Սախոյանը Կոչարյանը գանամես որ in the age of Փաշինյանիզմ մի ներվիկ բարձ է իրենք որոշած են մենք ինչ ենք իրենք ասվածային իրավունք ունին Շնորհակալություն ձեզ բարոն Բաբյան Լավ եղեք լավ օրհնություն